Տիկին Կարապետյանց այսօր ամփոփիչ ակցիաներ բոլորին դեմ եմ կուսակցության։ Կցանկանայինք նաև ձեզ լսել որպես կուսակցության անդամ, նաև վարչապետի թեկնածուն, ինչ տպավորություններ ստացաք ընդհանուր քարոզարշավից, ինչ կան բաներ, որոնք կփոխեիք կամ կանեիք, եթե քարոզարշավը նորից այսպես ասած։ Շնորհակալ եմ, մի փոքր ուղում, ես կուսակցության անդամ չեմ, ես անկուսակցական եմ, օրենքը դա թույլ է տալի լինել ցուցակի մեջ, բայց չլինել կուսակցության անդամ, եւ այո, վարչապետի թեկնածու, դերևս միակ կին պարզվեց ընթացքում, որ միակ կին վարչապետի թեկնածուն է։ Ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք փոխել ու կոտրել քարոզարշավի այդ ընդհանուր մաղձը, այդ ատելության խոսքը, այդ փոխադարձ վիրավորանքները։ Ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք մարդկանց ժպիտ պարգևել, զուգահեռաբար մարդկանց տեղեկացնել մեր ծրագրերի նպատակների մասին։ Ես նոր զրուցում էի, անգամ ընդդիմադիր ուժերի համախոհների կամ անդամների երեխաներն են մեր ֆանատները, այսպես ասած, իրենք են պատրաստ առաջի անգամ ընտրություններին մասնակցելով գալ, ներկա լինել եւ ձայնը տալ բոլորին դեմ։ Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք համախոհություն գտնել թե երիտասարդության, որը մեր հիմնական թիրախն էր, անկեղծ ասեմ, մենք կարծում ենք, որ մեր ընտրողը պիտի լինի միայն երիտասարդություն, այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ չեն գտել են մարդկանց, ում կարող են իրենց ձայնը տալ, բայց պարզվեց, որ այդպես չի։ Մենք ունենք ընտրողներ, մեծ թվով ընտրողներ եւ տարեց մարդկանց մեջ եւ միջին տարիքի մարդկանց, ասելա թե մենք կարողացել ենք հասնել ոչ միայն մարդկանց սրտերին, այլ նաեւ մեր գաղափարը մարդկանց համար եղել է հասկանալի, ընկալելի, ընդունելի, ցանկալի, եւ մենք պատրաստ ենք իհարկե շարունակել մեր քաղաքական process-ները, պատրաստ ենք շարունակականությունը անպայման լինելու է, սա շատ լավ հնարավորություն է նաև տեղեկացնել ձեր լսարանի միջոցով, որ մենք ապահովելու ենք շարունակականությունը, սա 100 օրվա պրոյեկտ է այս ընտրությունների համար, բայց թիմակիցները մնալու են քաղաքական գործունեությունը շարունակելու են պարտադիր, գուցե դա կլինի մեկ թիմով, գուցե դա կլինեն տարբեր թիմեր, որտեղ բոլորին դեմ եմ կուսակցությունում հավաքվել են շատ տարբեր մարդիկ։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ որ լիբերալ ծայրահեղ լիբերալ եւ ծայրահեղ պահպանողական մարդիկ կարողացել են համաձայնության գալ, հաշտության գալ, գտնել այն հարցերը, որոնց շուրջ կարող են միասնական ճակատով հանդես գալ եւ միավորվել են։ Ընտրություններից հետո մենք բոլորը շարունակելու ենք քաղաքական գործունեությունը, ներկայացնելու ենք նոր ծրագրեր, նոր պրոյեկտներ, ավելի երկարատև, այնպես որ նրանք, ովքեր որ մտածում են, որ մենք ընդամենը 100 օրով ենք գալիս կամ նեղվում են նրանց, որ մենք կարող ենք մանդատները վայր դնել, չնեղվեք, մենք շարունակելու ենք, մենք մնալու ենք դաշտում ու մենք ձեզ նոր պրոյեկտներ ենք ներկայացնելու, շատ ավելի երկարատև, շատ ավելի խորքային, ծավալուն, բովանդակային, ինչպես այս պրոյեկտը, այնպես որ սպասեք մեր շարունակությունը։ Այսինքն կուսակցության անունը կպահպանվի, ուղղակի ծրագրերը, անելիքները նոր։ Կուսակցությունը մենք խոստացել ենք լուծարել եւ լուծարելու ենք, բոլորին դեմ եմ մեկ անգամյա պրոյեկտ էր, զուտ նրա համար, որպեսզի կարողանանք մասնակցենք ընտրություններին, որովհետեւ այլ ընտրանք ուղղակի չկա։ Եթե դու ուզում ես մասնակցել process-ին, դու պիտի ունենաս կուսակցություն։ Շարունակությունը կլինի նոր հետո կհայտարենք շփոթության մեջ չդնելու համար, հետո ընտրություններից հետո արդեն կհայտարենք թե ինչ ենք անելու, որովհետև ես ունեմ խորը կասկածներ, որ մեր պրոյեկտը հաջողության է հասնելու։ Ես հասկանում եմ, որ ես 10 տարի այլևս որևէ պաշտոն կարող եմ չզբաղեցնել, բայց մնալ քաղաքականության մեջ, որովհետև շատերի մոտ տպավորություն է, որ քաղաքականության մեջ մնալը դա նշանակում է, որ դու պիտի պարտադիր պաշտոն ունենաս, չէ՞ Ժորժ ջան։ Քաղաքականության մեջ քաղաքականությամբ կարելի է զբաղվել եւ պետք է զբաղվել, նաեւ շատ այլ դրսևորումներ ունի քաղաքականությամբ զբաղվելը, մենք շատ մեծ խորքային բովանդակային պրոյեկտներ ունենք, ուղղակի կարճ ժամանակը մեզ թույլ չտվեց համաձայնության գալ ավելի լայն, ավելի խորքային պրոյեկտի շուրջ, ավելի երկարաժամկետ պրոյեկտի շուրջ համաձայնության չկարողացան գալ, բայց սա այս պահի դրությամբ լավագույն առաջարկն է։ Մեր առաջարկի արդյունքում մեծ թվով կուսակցություններ, փոքր կուսակցություններ կարողանալու են հայտնվել պարլամենտում։ Մեր առաջարկի շնորհիվ այն կուսակցությունները, որոնց դուք համակրում եք, որոնք շատ մեծ հավանականություն կա, որ պարլամենտում այս անգամ չեն հայտնվելու ու դուք չեք ուզում գնալ ընտրություններ, որտեղ ձեզ ասում են դուք փոշիացնելու եք ձայները կամ չգիտեմ ինչ են անելու, այդ բոլոր կուսակցությունները կարող են հայտնվել պարլամենտում։ Այնպես որ մեր առաջարկը նեղ կուսակցական չի, անձնական չի, անհատական չի, մեր առաջարկը բոլորի համար արված, թեև անունը բոլորին դեմ եմ բացասական բան ունի մեջ էլեմենտ ունի, բայց իրականության մեջ մենք բոլորին կողմ ենք, մենք ուզում ենք, որ բոլորը մասնակից դառնան եւ ամենակարևորը սերնդափոխություն տեղի ունենա։ Մեր երկրին քաղաքական սերնդափոխություն է պետք։
մենք հոգնել ենք նույն մարդկանցից։ Մենք հոգնել ենք ոչ միայն նույն կուսակցություններից, մենք հոգնել ենք նրանից, որ այդ կուսակցության անգամ ղեկավարները չեն փոխվում։ Մենք ամեն անգամ ընտրում ենք ինչ որ շատ սահմանափակ մարդկանց շրջանակներում կամ վերափաթեթավորված այլ մարդիկ են ներկայացնում, բայց նույն բովանդակությունն, այսինքն դու որպես այդպեսին ընտրության հնարավորություն չես ունենում, այնպես որ մեր առաջարկը լավագույնն է այս իրավիճակի համար, ընդամենը 100 օրով իշխանություն, եւ մենք ձեզ հնարավորություն կտանք ձեր սիրելի կուսակցություններին, ձեր սիրելի քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, որոնց թիվը քիչ չի, գիտեք, շատ մարդիկ կան, ովքեր ուզում են զբաղվել քաղաքականության, ունեն այդպիսի կարողություններ, գիտելիք, փորձ, բայց այդ մարդիկ կամ չեն գալի մտնել քաղաքականության մեջ, որտեղ հասկանում են, որ հավերժ մնալու են լուսանցքում, կամ ստիպված են լինում գնալ մտնել մի որևէ մեծ քաղաքական ուժի մեջ ու խաղալ արդեն իրենց համար հայտնի խաղի կանոններով ու ներողություն արտոնցիայից փչանում են այդ մարդիկ որպես քաղաքական գործիչներ։ Սա իսկապես բացառիկ առաջարկ է, բացառիկ հնարավորություն է եւ այդ հնարավորությունը հունիսի 7-ին մարդկանց քվեարկությամբ կարող է իրականություն դառնալ։ Քարոզարշավը այսօր փաստորեն ավարտվում է ու շատ մարդիկ ձեր ընկալմամբ ոնց է, մարդիկ հասկանում են ինչի մասին է խոսքը, թե շատերը մինչև հիմա էլ մտածում են, գնում են, քվեարկում են բոլորին դեմ են ու ուղղակի բոլորին դեմ են, ոչ թե արդյունքում ձեր ուժն է ընտրվում։ Չէ, չեմ կարծում, մեր հասարակությունը շատ փորձված հասարակություն է եւ քվեաթերթիկն էլ լինելու է ոչ թե բոլորին դեմ եմ, այլ բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, տակնը 3 անուն ազգանուն, ինչպես մնացած կուսակցությունների դեպքում։ Ասել է թե ընտրող մարդը դժվար թե այդքան միամիտ լինի։ Անշուշտ մեր կատակը, մեր սարկազմը, մեր Սպայդերմենը շատ ավելի մեծ տարածում է ստացել ու մարդիկ ավելի շատ Սպայդերմեն են տեսել, բայց մենք նաեւ զուգահեռաբար փորձել ենք ապահովել ոնց որ մեր թիմում էր ասում լուրջ կողմը, որպեսզի կարողանանք ներկայացնել նաև ծրագիրը եւ բոլոր ովքեր որ մոտեցել են փողոցում, իհարկե շատ երիտասարդները, մանուկները իհարկե նախընտրում են Սպայդերմենին, բնականաբար դա իրանց տարիքին բնորոշ է, բայց մեծերը ես կարծում եմ մենք տեղ կարողացել ենք հասցնել ու մարդիկ ովքեր իսկապես հետաքրքրված են եղել, իրենք եւ մեր միջոցով եւ մեր հարցազրույցների եւ նաեւ ձեր միջոցով, ինչի համար շատ շնորհակալ եմ, եւ մեր քարոզարշավի միջոցով փորձել ենք բացատրել առավելագույնս փոքր ռեսուրսներով շատ դժվար է այդ ամեն ինչը անել, բայց կարծում եմ մենք արել ենք առավելագույնը, ինչ հնարավոր էր անել։ Իսկ կայքակրություն չի լինելու ընտրվելու դեպքում, բավարար տոկոս ունենալու դեպքում աշխատել 5 տարի, ոչ թե 100 օր։ Մենք գալիս ենք շատ հստակ պրոյեկտով։ Դուք չեք պատկերացնում ինչ սկզբունքային մարդիկ են այս թիմում։ Այս թիմում որոշում կայացնելու համար դու պիտի կարողանաս ոչ թե հրահանգ տաս, ինչպես տարբեր այլ թիմերում, դու պիտի կարողանաս հիմնավոր լինես, ողջամիտ լինես եւ առաջարկ անես այնպեսի, այնվրասմա ես քեզ կանեմ առաջարկ, որից դու չես կարող հրաժարվել։ Այդ առաջարկը դու պիտի կարողանաս անես։ Հիմա մենք եկել ենք համաձայնության նրա շուրջ, որ մենք գալիս ենք ընդամենը 100 օրով, 100 օրվա մեջ անում ենք 3 փոփոխությունները եւ կազմակերպում ենք ազատ արդար ընտրություններ, որին վարչապետը չի մասնակցելու, այսինքն դրա հաջորդիվ 10 տարին վարչապետը չի զբաղեցնելու որևէ պաշտոն, ասելա թե ինքը իր համար հետաքրքրված չի ընտրություն կազմակերպելու, բոլորին դեմ եմ կուսակցությունը ինքը ինքնալուծարվելու, ասելա թե վարչապետը չի ունենալու այն կուսակցությունը, որի համար պիտի տենց ադմինիստրատիվ ռեսուրսը չարաշահի եւ հետեւաբար մնում է միայն հուսալ, որ այդ process-ը տեղի կունենա, որովհետեւ իսկ գայթակղության մասով իհարկե չի կարող առաջանալ, որովհետեւ գիտեք, մարդիկ սկզբունքային են։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը սովորել է, որ նախընտրական փուլում գալիս 1000 ու մի խոստում են տալիս, չէ՞, տենց միլիոնով, տոկոսով, միլիարդով կգամ, սաղ կբերեմ, ծովից ծով մնացած էս ամեն ինչը, բայց հետո գալիս են, ասում կներես չի ստացվել, ճշգրվել է։ Չէ, այսպես չի լինելու, իհարկե չի լինելու, որովհետեւ կան մարդիկ, ում համար սեփական խոսքի արժեքը շատ ավելի կարևոր է եւ մարդկանց վստահությունը վաստակելը, կամ վաստակած վստահությունը չչարաշալը շատ ավելի կարևոր է, քան մնացած զիզի-բիզի բաները։ Եթե մենք չկարողացանք մեր պրոյեկտը իրականացնել, ասելա թե մենք վստահ ենք, որ անցնելու ենք պարլամենտ։ Ես դրա մեջ վարկյան անգամ չէ, այդ գելապ-մելապներին ասեք թող իզուտեղը բան չանեն, ափսոս այդ ակցիան չեն կարել յուղ վառելու, իզուտեղը թող յուղ չվառեն, որովհետև մենք հաստատապես հատել ենք 4%-ը ու դա ապացուցում է նրանով, որ մեր վրա անդադ հարձակումներ են բոլոր կողմից տեղի ունենում։ Մենք հիմա ավելի մեծ թվով ձայների վրա ենք վերջի շաբաթը աշխատում, որպեսզի ավելի շատ թվով մարդկանց տեղ հասցնենք եւ ավելի շատ մարդկանց ձայներ ստանանք, դրա արդյունքում մենք կարողանանք մեր պրոյեկտը իրականացնել։ Չի ստացվում պրոյեկտը իրականացնել,
Ուրեմն մենք մանդատները անմիջապես վայր ենք դնում։ Ավելին ասեմ, մենք արդեն մանդատների մի մասը, մերոնք մանդատ չեն վայր դրել, ինքնաբացարկ է ներկայացրել ու դա տենց մեծ աղմուկ էր բարձրացել, ասում 50 հոգի իրանց վեշերը հավաքել են ու հայդե դեպի Փարիզ։ Չէ, Ժորժ ջան, այդ մարդիկ ուղղակի խոստմանը համաձայն, կա կուսակցություն, որ իրա խոստմանը համաձայն գործողություն է իրականացնում։ Ես հասկանում եմ, որ մարդիկ սովոր չեն այդ process-ին, ես հասկանում եմ, որ մարդիկ խաբված լինելու են սովոր, բայց մենք գիտենք, մենք ինչքան կարանք հավաքենք։ Մենք գիտենք, որ 4 պլյուս մինչև 12%, 15%, բայց ես վերջերս սկսում եմ կասկածել, որ ավելի շատ կարող ենք հավաքել։ Մենք պահպանել ենք այդ 27 մանդատի հնարավորությունը։ Դրանից ավել մենք չենք պահել, մնացածը, ինչպես որ ստորագրել ենք նախապես պայմանավորվել ենք, մանդատ ուղղակի վայր են դրել, ներողություն, ինքնաբացարկ են ներկայացրել, եւ հետեւաբար մենք այն միակ կուսակցությունն ենք, որը դեռ պարլամենտ չանցած արդեն խոստումներ իրականացնում է, այնպես որ բոլորը չի որ ստում են, հենց դրա համար մենք որ ուզում ենք սերնդափոխություն լինի, որովհետեւ գրեթե բոլորի կողմից իջել են հայտարարություններ, խոստումներ, որոնք չեն իրականացել եւ մեր ժողովուրդը խաբված է։ Մարդկայնորեն ես հասկանում եմ մարդկանց, բայց պիտի նաեւ իրենք օգնեն մեզ, բոլորին դեմ եմ, որպեսզի մենք կարողանանք ապահովենք քաղաքական սերնդափոխությունը։ Պիտի գան նոր մարդիկ, նոր ուժեր, նոր մտածողություն, հատկապես երիտասարդ, հարաբերական իհարկե երիտասարդները, 35 պլյուս մարդը, ով ունի հաջողված բիզնես, ով ունի շատ լավ ընտանիք, ով պատերազմին որպես կամավոր ծառայության է գնացել եւ չգիտեմ, շատ մեծ ծանր կորուստներով վերադարձել է հետ, այդ մարդը երիտասարդ չի, ուղղակի մեր հետ համեմատած իրանք երիտասարդներ են։ Սա իդեպ միակ կուսակցությունը, որը ունի ներողություն ոչ թե երիտասարդական թեւ, այլ տարիքով մեծերի թեւ։ Այս միակ կուսակցությունն է, մնացածը ընջայլն են հավաքում են երիթև են, չէ՞ սարքում։ Մեր մոտ այդ տարիքով մեծերի թեւ է։ Այո, մենք այդ դրանով ենք տարբերվում, ոչ միայն կին վարչապետի տեխնացուն ունենալով ենք բանանում, ոչ միայն նրանով, որ վարչապետի տեխնացուն առաջի համարը չի, այլ իրանք ցուցակում երրորդ համարն է։ Այնպես որ մենք բոլոր ստանդարտները կոտրել ենք, ես շատ ուրախ եմ, ես շատ երջանիկ եմ ու շնորհակալ եմ, չգիտեմ, դիեզերքից Աստծուց ումից է պետք շնորհակալ լինել, որ մեր ճանապարհները խաչվել են բոլորին դեմի հետ, թիմի հետ, մնացած բոլոր թիմերին, ովքեր դա միակ թիմը չի, այնտեղ տարբեր նախաձեռնություններ են միացել այս process-ին, շատ մեծ թվով մարդիկ են անհատներ, նախաձեռնություններ կան միացած, այնպես որ ես շնորհակալ եմ, որ մեր ճանապարհները խաչվեցին, ես վստահ եմ, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Շնորհակալություն։